Գիտես Ռուբեն եւ սիրելի հեռուստադիտողներ, ես համոզված եմ, որ օրերից մի օր մենք գրախանութներից գնելու ենք մի գիրք, որի հեղինակն է լինելու Անուշ Խաչատրյանը, եւ որտեղ նա պատմելու է մեր Հայաստան աշխարհի գյուղերի արարողակարգերի, ավանդույթների, ծիսակարգերի, մարդկանց բնակիչների, մի խոսքով լավ հիշողությունների մասին եւ այդ ամենը գրքի շնորհիվ, որովհետեւ նա արդեն ունի այդ պաշարը։ Վստահ եմ, որ հենց այդպես է կլինի ու Անուշի պես շատ հայրենակիցներ մենք ունենանք, ընկերներ ունենանք, որոնք կանդրադառնան այդ կարևոր ավանդույթներին։ Ցավոք սրտի շատ ավանդույթներ մարդկանց հետ այսպես հեռանում են մեր իրականությունից, բայց առիթից օգտվելով արի մեղրաձորցիներին բարևենք, ողջունենք ու ասենք դուք ինչ լավն եք ու շնորհակալություն ձեզ, որ դուք այդ հավատարիմ հայրենակիցների շարքում եք, որոնք պահպանում են ավանդույթները եւ սերնդեսերունդ փոխանցելով ապրեցնում։ Եվ այս տեսանյութը վառ ապացույցներ Շնորհակալություն եւս մեկ անգամ ձեզ մեր ողջույնները, չէ՞։ Իսկ հիմա մենք Անուշի միջոցով ձեզ արդեն շատ լավ ճանաչում ենք, դրա համար շատ ուրախ ենք, բայց գնացինք մեզից դեպի աջ, խոհանոց, որտեղ արդեն իր տեղում է մեր սիրելի գործընկերուհին Անուշ, բարի լույս։ Բարի լույս բոլորին եւ նաեւ մեղրաձորցիներին, ովքեր շատ հարազատ են մեզ դարձել արդեն, որովհետեւ իսկապես այնտեղ շատ ավանդույթներ են վերականգնել եւ մենք հաճախ ենք գնում ու նկարահանում ավանդույթների մասին տարբեր տեսանյութեր։ Ասեմ, որ այսօր պատրաստելու ենք նախուտեստ կարելի է ասել, բողկով եւ վարունգով։ Համացանցում շատ տարածված է, թրենդային է դարձել արդեն, բողկը ուրեմն մի լավ էսպես կարելի է կամ մանրացնել դանակով, կամ ուղղակի հարվածում են, որպեսզի տարբեր մասերի էսպես բաժանվի եւ լավ մարինացվի։ Ու մարինացնում են տարբեր ձևերով։ Այս անգամ մենք ընտրել ենք այս տարբերակը, որի համար կօգտագործենք սամիտ, անանուխ, կարմիր սող, բողկ եւ ուրեմն վարունգ ու կիտրոն։ Կօգտագործենք նաեւ ձիթապտղի յուղ ու քացախ։ Հիմա սկսենք կտրել։ Եվ այսպես ուղղակի 4 մասի կբաժանենք։ Նայեք, կարող ենք հարվածել ուղղակի բացել այսպես որպեսզի լավ ներծծվի թանձրուկը։ Կարող ենք ուղղակի այսպես կտորների բաժանել։ Շատ գարնանային, շատ առողջ իմիջիայլոց մենք ունենք նաև այսօր տեղեկություններ այն բաղադրիչների հետ, հատկապես բողկի եւ դաղձի մասին, որոնք ուզում ենք հիմա ձեզ ներկայացնել, սիրելի հեռուստադիտողներ, համոզվելու համար, թե ինչքան օգտակար բաղադրատոմս է այսօր առաջարկում մեր գործընկերուհին։ Բողկը օգնում է ազատվել տոքսիններից, բողկի մեջ պարունակվող նյութերը օգնում են ազատվել խոլեստերինից եւ լավացնում է նաև արյան շրջանառությունը։ Տես քանի Այո, իսկապես շատ օգտակար է բողկը, շատ հատկություններ ունի բողկը եւ դաղձը բոլորիս կողմից շատ սիրելի, բայց երբեմն ինչ հետաքրքիր միջավայր է, չէ՞, ստեղծում օրինակ դաղձով թեյը կամ առհասարակ երբ ինչ որ կերպ համեմում ենք որևէ աղցան կամ բաղադրատոմս, դաղձը սիրելիներս հանգստացնում է նյարդերը եւ դաղձում եղած եթերայուղերը թույլատնում են ստրեսը եւ դաղձը օգնում է նաեւ անքնության ու գլխացավերի դեպքում։ Ունի նաեւ հակաբակտերիալ հատկություն, հիանալի մաքրում է բերանի խոռոչը եւ մրսածության ժամանակ էլ օգնում է մեղմել հազը եւ կոկորդի ցավը։ Եվ առհասարակ ստամոք սաղիքային տրակտի հետ կապված նաև ունի հրաշալի ազդեցություն, այնպես որ եւս մեկ օգտակար բաղադրատոմս մեր սիրելի գործընկերուհու կողմից։ Անուշ, բայց հիմա քանի դեռ դու պատրաստում ես, մի քանի խոսքով մեզ հետ կիսվիր արդեն այսպես տետատետ, թե ինչ էր կատարվում Մեղրաձորում, ինչպես մարդիկ ես եւս մեկ անգամ դիմավորեցին եւ գթալնոցի մասին մի քանի խոսք։ Իսկապես շատ հետաքրքիր էր, բոլորը տեսակ, թե որքան գեղեցիկ է եւ օրինակ ես կոնկրետ մտածեցի, որ շատ գեղեցիկ կլիներ իմ տան մի պատն էլ այդպես զարդարենք եւ կարպետահյուս այդպես գեղեցիկ մի գդարնոց էլ մեր տանը լինի։ Օրինակ ինձ թվում է ոչ մեկը դեմ չի լինի։ Նման հետաքրքիր, գեղեցիկ եւ հայկական ամենակարևորը, այդպես գեղեցիկ դետալ լինի մեր տանը։ Դե ուղղակի այդ դեպքում դու ամեն օր հյուր կունենաս եւ քո խանութը նաեւ կվերածվի ինչ որ
թանգարանային նաև այցելության։ Բայց վատ է, երբ որ մարդիկ հյուր են գալիս։ Իհարկե լավ է։ Դա նույնպես մեր ավանդույթներից մեկն է, երբ որ Այո։ քոտոն մարդ է գալիս, դա մեծ պատիվ է։ Իդեպ ասենք, որ դա էլ մի քիչ կարծես թե վերանում է, ավելի շատ հիմա բոլոր հավաքույթները արվում Բայց է։ դրա այդ շարքում նաև մենք բոլորս փախնում ենք, էլ ժամանակ չկա, եթե 2 ժամ էլ մնում է, ուզում ես հանգստանալ։ Այո, դրա համար պետք է մեկ-մեկ հիշել։ Միանշանակ, չնայած որ շատ շուտով եղանակներն է արդեն նպաստելու այդ բոլոր հարցերին, ավանդույթներին վերականգնելու բնության գրկում։ Այո։ Բայց իհարկե էությունը ընտանեկան ու ընկերական միջավայրն է։ Իհարկե շատ հաճելի է, երբ հավաքվում ենք ինչ-որ մեկի տանը եւ այլն, բայց որտեղ էլ որ լինենք, եթե կա լավ ընկերություն եւ ընտանեկան միջավայր, դառնում է մեր կյանքի լավագույն հիշողություններից մեկը այդ օրը։ Համաձայն եմ, ու մարդ չէ որ իր հիշողություններով է ապրում։ Հետո գալու է մի ժամանակ Հայկ ջան, նստելու ենք հիշողության գիրքը բացենք ու թերթենք։ Հիշում ես Անուշի ինչ համով բաներ էր պատրաստում։ 2026 թվականն էր։ Կամ մենք այդ ժամանակ ինչ-որ մի բան որ հանկարծ փորձենք մի ծառի տակ նստած քարի վրա կամ հենց խոտերին ինչու՞ չէ, մի բան պատրաստենք։ Այս բաղադրատոմսը Անուշն է։ Դե ուրեմն եկեք սա հիշենք, որովհետև Սա կարծում եմ շատ հավաքույթների ժամանակ շատ անհրաժեշտ հետաքրքիր նախուտեստ կլինի կամ նախուտեստ։ Նախուտեստ։ Եվ ասեմ, որ հիմա վարունգը կտրելուց առաջ այսպես պատառաքաղով ուղակի անցկացրեցինք այսպիսի։ Գեղեցկացնելու համար։ Ոչ թե գեղեցկացնելու, որպեսզի լավ ներծծվի բոլոր համեմունքները։ Բայց համ էլ գեղեցիկ էր, երբ որ դու նոր կտրում էիր, Հա, գեղեցիկ էր։ կադրը, հա, շատ հարմար ու գեղեցիկ։ Ամենայն դեպս վարունգի այս մշակումը ես տեսնում եմ առաջին անգամ։ Սա մենք երբեմն այդպես սոցհարթակներում տարածված թրենդերին էլ հետևում ենք, որպեսզի մեր հեռուստադիտողներին էլ ցուցադրենք եւ սա տարածված է հենց սոցհարթակներում ու դրա համար որոշեցինք, որ այս անգամ բերենք նաեւ մեր տաղավար։ Այս աղցանը գիտես, որ աղցաններին է պատկանում, իր տրամադրությամբ նույնիսկ, երբ օրինակ պատրաստվում ենք համեղ կակուտեսներ վայելել եւ որպես նախուտես բերում են նման մի աղցան, սա երբեք չի հագեցնելու, սա մինչեւ վերջին վարկյանը երեկոյի կարող է մեզ ուղեկցել այս աղցանը եւ մենք ինչ էլ որ ուտենք, սա կողքից այսպես կամաց հանգիստ վայելքի համար։ Բայց շատ է պետք է այդ աղցանից ուրեմն պատրաստել, որովհետեւ մինչեւ տակուտեստը գա, այդ աղցանը 2 անգամ վերջանում է։ Պետք է անընդհատ թարմացնել։ Իսկ վերջում էլ երբ որ ամեն ինչը համտեսել ենք, վերջացրել ենք, տակու տեսները մնացած։ Միևնույն է բոլորի ուշադրությունը գալիս է Այո։ Սա պատկանում է այդ աղցանների թվին ըստիս։ Այո, հաստատ։ Միայն թե ինչն է կարևոր, որ պետք է սա պատրաստել մի քիչ շուտ եւ օրերով մնա, մի քանի օր մնա, որպեսզի մի լավ համեմվի։ Ինչպես օրինակ թթուն, որ պատրաստում են, սպասում են թթվի, չէ՞։ Սա էլ պետք է սպասել, որպեսզի մի լավ ոչ թե թթվում է, այլ մենք քանի որ քացախել կօգտագործենք այստեղ, մի լավ պետք է մարինացվի, այո, եւ դրա համար օրեր են անհրաժեշտ ու այս կարմիր սոխը հետաքրքիր գույն է հաղորդում ու վարդագույն է դառնում, շատ հետաքրքիր կլինի։ Բայց բողկը նույնպես կարծում եմ։ Այո։ Գույնի առումով կնպաստի։ Այո։ Դե բայց այս դեպքում կարմիր սոխը, որովհետև սպիտակ սոխերը դժվար այդ երանգը Չէ, սպիտակ սոխը պետք չէ։ Կարմիրը մերն է։ Միայն կարմիր։ Բայց քեզ մոտ եւ ընդհանրապես տպավորություն է, որ կարմիր են ասում, հայկական ենք մենք մի անգամ։ Ես մտածում եմ, որ դա մերն է։ Այն սպիտակը Եվրոպայի կողմից եկավ ու տենց մնաց այստեղ։ Իրականում կարմիրը ասում են, չէ, քաղցր սոխ է, թեև կարծես թե իր գործն արեց արդեն։ Սկսում ես ուզել։ Ոչինչ։ Բայց ասեմ, որ կարմիր սոխը աղցանների համար հենց կարմիր սոխ է անհրաժեշտ օգտագործել։ Տապակելու ժամանակ սպիտակ սոխը, դա արդեն մեր խոհարարներն են։ Բայց ինչի՞ է դա պայմանավորված, օրինակ անկեղծ իր համի, քանի որ քաղցր համ ունի, այո, թարմ պետք է օգտագործենք կարմիրը։ Թարմ սոխ, այո։ Եթե տապակում ենք կամ այլ նպատակներով պետք է օգտագործենք, ապա սպիտակը։ Այո։ Ինչ դրբություններ կան խոհանոցային արվեստում, ինչ դրբություններ։ Դրանք պետք է տիրապետել, որ լիարժեք լինի։ Իսկ խորովածի հետ մարինացնելու ընթացքում, այո, ո՞րն է նախընտրելի։ Մենք հաճախ սպիտակն ենք օգտագործում։ Այո, դա պետք է հարցնել խոհարարներին, բայց ինձ թվում է ամեն դեպքում սպիտակը։ Սպիտակը։ Ես էլ եմ սովոր օրինակ ավելի այդ մսին
սպիտակ ավելացնել, այ հետաքրքիր հարց տվեցիր, պետք է խոհարարներին հարցնենք։ Սարգիսը երկու շաբթի օրը երբ կա, իրեն կհարցնենք։ Շատ լավ։ Հիմա Բաղադրատոմսին վաղուց է սանոթ Անուշ։ Ոչ շատ վաղուց, որովհետև սա նոր թրենդ է, ավելի շատ վերջերս են սկսել պատրաստել եւ շատ չեմ պատրաստել, բայց ասեմ, որ իսկապես շատ համեղ է ու խորհուրդ եմ տալիս մեր հեռուստադիտողներին էլ օգտագործել, հատկապես եթե ընդհանրապես ունեք տանը վարունգ եւ բոխ, կարող եք ուղղակի միայն բոխկն էլ մարինացնել այսպես, բայց մարինացնում ենք գեղեցիկ կարող ենք ուղղակի ապակե տարաների մեջ պահել, դնել սառնարանում եւ վերջ եւ օրերի ընթացքում օգտագործել։ Հիմա ձիթապտղի յուղ ենք ավելացնում։ Այ չբացվում է իմ ախորժակը, մի տեսական համբեր եմ դառնում ամեն դեպքում։ Հացախ ավելացրեցինք մի փոքր։ Եվ հիմա կկտրենք նաև կանաչիները։ Լավ։ Առատ սամիտ կօգտագործենք, լավ։ Առատ թող լինի։ Իհարկե լիարժեք վայելելու համար նշեցինք, որ մի քանի օր պետք է մարինացվելու համար, բայց ըստիս թարմ վիճակում են, երբ փորձենք, միևնույն է վայելքի արժանի բաղադրատոմս։ Չի համբերում, ուզում եք ծառայել, բայց ես էլ չեմ համբերում։ Սամիթը ու առասարակ կանաչիները վայ ինչ լավն են։ Արի Հատկապես այս շրջանում։ Արի հիմա աշխատեցնենք մեր երևակայությունը, այ արդեն պատկերացնենք մի քանի օր անցել է, մարինացվել է մեր աղցանը, բողկը, վարունգը եւ այն ամեն ինչ կա այդտեղ։ Ու սրա հետ ինչ կսազր օրինակ։ Մի բան հիշեցի Խաշած ես։ կարտոֆիլ, ահա։ Օրինակ խաշած կարտոֆիլ, շատ ճիշտ եք ասում։ Հիմա մենք խոսեցինք սոխից, մենք անցած տարի Ստեփանավանում պատրաստեցինք հետաքրքիր աղցան միայն լոլիկով եւ կարմիր սոխով ու շատ առատ կանաչի։ Լոլիկ եւ կարմիր։ Շատ սոխ, միայն լոլիկ, մանր կտրտած, այո, եւ առատ կանաչի, մոտավորապես 2 կապ կանաչի, այսինքն մոտ Իսկ ինչ կանաչի եք օգտագործել տարբեր, Հա, շատ տարբեր։ Ռեհան, սամիտ, Ամեն ինչ, խառը ամեն- կանաչի, ինչպես մենք սովոր ենք ասել, այո, ամեն ինչ, այսինքն սամիտ, մաղադանոս, ռեհան եւ համեմ, այո։ Ես հիմա պատկերացրի այդ աղցանի օրինակ որ մնար 1 ժամ կամ 2 ժամ հյութը ինչ համբում ուներ։ Իսկապես շատ համեղ է։ Այո։ Հասարակ բաղադրիչներ են, բայց որքան հետաքրքիր համ կարող ենք ստանալ այդ հասարակ բաղադրիչներից։ Հիմա սա նույնը այս բողկով նախուտեսն է։ Եվ պարտադիր է նաեւ կանաչին, որ մանր կտրված լինի։ Դե հաճելի է այդպես։ Հա, Հաճելի է, նախընտրելի գեղեցիկ է։ Որևէ մսամթերք, ընկերական, ընտանեկան լավ շրջապատ, բայց զգում ես, չէ, այսօր ոնց որ աշխատանքը վերջացնենք, չգնանք ուրիշ աշխատանքի։ Հայկը շատ լավ է գայթակղում։ այո։ Տես ուրբաթ օրվա Պատկերավոր։ յուրահատկությունը Ռուբեն հենց դրանում է կանում։ Մի տեսակ գետի ափ գնալու տրամադրություն է։ Դե հատկապես որ այսօր խոստացել էին, որ պետք է անձրև լինի, բայց եղանակը շատ արևոտ է ու տրամադրող, դա նույնպես նպաստում է այս ցանկություն ունենալու համար։ Ու դու որ առավել եւս Անուշ ջան գայթակղում ես։ Բայց գիտես, ես գիտեմ դա ինչից է, որովհետև առհասարակ մշակույթը ներկայացնող մարդկանց համար ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերը հատկապես աշխատանքով հագեցված են լինում։ Դու ներկայացում չունես շաբաթ օրը։ Ոչ, հենց այդ է, Կիրակի օրն էլ ներկայացում։ Ոչ, այդ է հենց եզակիությունը, որ սա այն շատ քիչ ուրբաթներից է, շաբաթներից եւ կիրակիներից է, որ մի տեսակ ազատ եմ, գիտես։ Այ մեր հյուրերը, որոնք շատ շուտով մեր տաղավարում կլինեն, նրանք ներկայացում ունեն։ Ունեն դե Մենք էլ, ես էլ ներկայացումներ նույնիսկ ունենք։ Բայց Երանիկ ես։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, կարճատև վարքյաններ տևող գովազդ է հիմա լինելու մեր եթերում ու անհամբեր վերադառնանք տեսնենք աղցանի վերջնական տեսքը։ Մեկ էլ գիտես ինչն է, շատ հետաքրքիր, որ Անուշը կարող է շատ տարբեր գործողություններ անել խոհանոցում, բայց միևնույն է վարքյանների ընթացքում այդ խոհանոցը դառնում է շատ կոկիկ։ Վայ, դա կարծում խոհարարների բոլորի մոտ այդ հետևողականությունը կա, որ պետք է անպայման նրանց մոտ աշխատանքի հատկապես այդ հատվածում պետք է լինի ամեն ինչը ճիշտ իր տեղում եւ նյարդայնացնում է վստահ եմ, երբ որ ամեն ինչ թափթփված է։ Անուշ, ինչ արեցիր դու։ Կիտրոնի հյութ, այո, կիտրոնի հյութը ավելացրեցինք եւ մնաց անանուխը կտրտենք ու ավելացնենք Անանուխը, կիտրոնի հյութը, քացախ, արել եք արդեն։ քացախ, այո, եւ աղ կավելացնենք։
ու վերջ։ Ու մենք մի քանի օր կսպասենք այստեղ, որպեսզի մարինացվի։ Ու մի քանի օր մենք այստեղից տեղ չեն գնա։ Դե Բայց արժևում մենք շատ կսպասենք, այո։ Հաջորդ անգամ, երբ դուք միասին կլինեք եթերում, կարող ենք հանել եւ տեսնել, թե ինչ է կատարվում, ինչ համ է ստացել մեր բողկն ու վարունգը։ Ահա։ Եվ հիմա աղկավելացնենք ու մի լավ կխառնենք։ Մի փոքրել։ Ու վերջ։ Ընդամենը մի քանի րոպե է անհրաժեշտ, որ այս հետաքրքիր նախուտեստը պատրաստեք եւ զարմանցնեք ձեր հյուրերին։ Օրինակ մենք սիրում ենք, չէ, հայերը սիրում են պարտադիր թթու, կանաչի, պանիր դնել, բողկնել շատ հաճախ կանաչիների հետ գեղեցիկ դասավորում դնում են։ Այ հետաքրքիր կլինի, որ հենց այս տարբերակով ունենաք ձեր սառնարանում եւ Ես այս ակցիան ուզում եմ անվանել շաբաթ կիրակի։ Տեսակ, այո, կա այդ տրամադրվածությունը։ Բայց տեսքն էլ շատ կայթակրիչ է։ Դե շաբաթ կիրակին էլ ինքնին կայթակրիչ է։ Երբ հատկապես մի ամբողջ շաբաթ լավ աշխատում ես ու վայելում ես հանգստյան օրերը վաստակած իրավունքդ։ Վայ, դա ամենահաճելի զգացողությունն է։ Երբ որ հագեցած աշխատանքային շաբաթ ես ունենում ու գալիս է հանգստյան օրերը, մի տեսակ իրոք որ դու ասում ես, բայց ես վաստակել եմ այս հանգստյան օրերը։ Մի տեսակ ավելի մսոտ ես այդ ու սենց լիարժեք ես վայելում հանգիստդ։ Ահա, մենք մատուցման համար նախատեսված տարայի մեջ է լցրեցինք աղցանը, այո, սիրելի Անուշ։ եւ արդեն ավարտում ենք։ Ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները, ովքեր որ դեռ ծանոթ չէին այս մարինացման տեսակին, հուսամ, որ անպայման կօգտագործեն, կկիրառեն ու գոհ կմնա։ Այսքանը Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մեզ պետք է բողկ, կարմիր սոխ, վարունգ, սամիտ, անանուխ, անանուխ, էլ ինչ։ Ձիթապտղի յուղ, Այո։ քացախ, Քացախ, կիտրոն, կիտրոն եւ վերջ։ եւ վերջ, ու Այսքանը։ լավ տրամադրություն Եվ պարզապես։ լավ տրամադրություն ու անուշ լինի։ Շնորհակալություն Անուշ, շատ շնորհակալություն։ մենք շարժվենք առաջ, գնանք փորձենք, դուք էլ միացեք մեզ, առավոտ լուսոն է շարունակում ենք մեր ընթացքը։